Ողջույն, 168-ի եթերում կրկին ռանդևուն է։ Այս երեկո զրուցակիցս մարդ է, ով վստահաբար թողել է իր հետքը հայկական երկարվեստում, պրոդյուսեր, ում հետ ցանկանում են աշխատել շատերը։ Այս երեկո ռանդևուի տաղավարում Արմին Մովսիսյանն է, բարի երեկո Արմին։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ ռանդևուի տաղավարում ես, վստահ եմ երկարատև դադարից հետո կրկին համաձայնել ես հարցազրույցի, գեղեցիկ զրույց ենք ունենալու։ Շատ շնորհակալ եմ հրավիրելու համար։ Վստահ եմ ջերմ մտնոլորտում հարցազրույց կունենանք։ Միանշանակ խոսելու ենք տարբեր թեմաներից, գործունեությունից սկսյալ մինչ վերջին օրերում հասունացած, թեժացող ու դեռևս չմարող թեմաների մասին անդրադարձերը։ Բայց գալով ամենասկզբից, շատերը քեզ համարում են աստղ կերտող պրոդյուսեր։ Ու հենց դրանով պայմանավորված էլ շատերը փափագում են աշխատել քեզ հետ։ Որն է քո հաջողության գրավականը։ Հաջողությանս գրավականը միանշանակ մեր թեմային աշխատանքն է, այսինքն այդ աշխատանքի մեջ ներառված չեմ մենակ ես։ Դա երկչի մեր թեմի, այսինքն այդ ամենի մեջ մենակ ես չեմ եւ մշտապես ասել եմ, ասում եմ կասեմ, որ յուրաքանչյուր աշխատանք, որը որ թեմային է, ինքը միանշանակ հաջողությամբ է սարքվելու։ Դու քեզ համարում ես երաժշտություն սիրող մարդ, թե բիզնեսմեն։ Ինչու եմ հարցնում, որովհետև շատերը հենց այս տաղավարում եւ առհասարակ խոսելիս հայկական շոու բիզնեսի մասին ասում են, որ մենք չունենք շոու բիզնես, այնտեղ մնացել է միայն բիզնեսը։ Չէ, համաձայն չեմ, որովհետև վերջի մեր երկիչների եւ ոչ միայն համերգները դրա վաղապացույցն է, որ այնտեղ կա շոու։ Ու վերջերս տեղի ունեցած նաև Սարոյի մենահամերգը դա միանշանակ շոու էր, այսինքն ոչ, համաձայն չեմ։ Կա համ շոու, համ բիզնես, պարկասու հասունացել է ու ոչ նոր երկար տարիներ է, երկուսն էլ համանջան իրար հետ։ Նաև մի հատկանշական բան կա, որ դու ասում են կրկին, սիրում ես դասականն ասել, ըստ օդում կախված լուրերի։ Դու աշխատում ես արտիստների հետ, ովքեր արդեն ունեն որոշակի ճանաչելիություն։ Զրոյից չես սկսում որևէ մեկի հետ աշխատել, ինչու՞։ Դե գիտեք, իսկ ով ասել, որ ամեն ինչ պետք է սկսել զրոյից։ Հա, չէ, վերջի տարիներին։ Բացի դրանից, ես ասեմ, այդ զրոյից սկսելու արվեստը ինքը ոնց որ նոր է սկսել, այսինքն ժամանակին, քանի որ կար երկրի պետական եւ կար նաեւ Նադեժդա Սարգսյանի ջազ կոլեջը, արդեն իսկ երկիչները այնտեղ եւ պետք է ասեմ, որ իշնորհիվ Թեատր Գրիգորյանի թե Նադեժդա Սարգսյանի իրանք արդեն իսկ ճանաչում ստացել էին այս։ Դրա համար չես կարող ասես, որ զրոյից կային մատեք, ոչ։ Նույն բոլոր երկիչները, որոնց մենք ճանաչում ենք, իրանք ունեցել են շատ փայլուն սկիզբ, դրա համար էլ զրոյից չեն։ Բայց նաև եղան դեպքեր, երբ դու աշխատում էիր մարդկանց հետ, ովքեր, չգիտեմ, ճակերտավոր, թե բառիս ամենաուղիղ իմաստով կախված էին քեզանից։ Գիտեք, սուտ կլինի ասել կախված, դա մի քիչ չափազանցված է։ Կան մարդիկ, որոնց հետ դուք աշխատել եք ու ձեր համագործակցության դադարեցումից հետո այսօր շարունակում են մնալ երկարվեստում, բայց կան նաև մարդիկ։ Եկեք ես համեստորեն լղեմ։ Ինչու է դադարում Արմենի հետ պայմանագիրը, ինչ նպաստող կամ այդ կետին բերող, ինչ հանգամանքներ պետք է լինեն, որ դու դադարեցնես համագործակցությունը արտիստի հետ։ Այս տարիների մեջ մի անգամ ա եղել, երբ որ մենք դադարել ենք աշխատանքը, դա եղել է Հայտարարի խմբի հետ, ինչ պատճառներով, դրանից հետո չի եղել նմանատիպ բան։ Մեր առօրյայում նաև ձևավորվել է մի խոսույթ, որ պրոդյուսերներն այսօր, եթե իհարկե կայացած ինստիտուտը պրոդյուսերի գործում է, շատ ուրախ եմ, որ քո պարագայում Ռազմիկի, Մարտինի, Սարոյի պարագայում գործում է ու հրաշալի է գործում, շատ ու շատ դեպքեր հանդիպում են, երբ ասում են պրոդյուսերն ավելի շատ է վաստակում, քան արտիստը։ Կա այդպիսի բան։ Այո։ Կա, մեր դեպքում դա տենց չի։ Դրա համար ամեն ինչ շատ լավ ու հատ է, բայց բացի դրանից ես տեսել եմ օրինակներ, որ ցավոք սատի օրինակներ, որ շատ հետաքրքիր սկիզբ են ունեցել թիմային աշխատանքի, հետո ցավոք սատի ոչ թե մեծամասնության, այլ բոլորի
պարագայում գումարը եղել է այն հանգամանքը, որ այդ ամեն ինչը դադարա տվե։ Կարծում եմ ճիշտը, երբ որ սկզբից ճիշտ պայմանավորություն ա լինում, ու այդ պայմանավորություն չի խախտվում ոչ մի կողմից, աշխատանքը լինում է շատ երկարատև ու լավ բարեհաջող։ Այնպես Ես հիմա օրինակ ես տեսնում եմ նմանատիպ շատ լավ օրինակներ, Արկադի Դումիկյանի եւ Լևոնի համատեղ աշխատանքը շատ եմ հավանում։ Եթե ժամանակին չկար, հիմա շատ համագործակցություններ կան, օրինակ նույն Վանո Թովմասյան իր աշխատանքը Արմուշի, Ռաֆայելի եւ մնացածի հետ փայլուն։ Առհասարակ Հայաստանում կարող ենք ասել, որ զարգանում է այդ պրոդյուսերական ինստիտուտը։ Ժամանակին, երբ հիշում եմ, ձևավորվեց քո ռազմիկի համագործակցությունը, բոլորը կողքից մատով էին ցույց տալիս, որովհետև դուք իդեալական պրոդյուսերական կենտրոնի մակարդակով անում էիք այդ ամենը, այսինքն արտիստը զբաղված է միայն իր ստեղծագործական աշխատանքով, չունի որևէ այլ մտածմունքներ, բայց հակառակ կողմում տեսնում էինք շատ ու շատ արտիստներ, ովքեր կամ չունեին պրոդյուսերներ, կամ եղած պարագայում էլ կրկին շարունակում էին զբաղվել, չգիտեմ, ադմինիստրատիվ աշխատանքով, կամ հանդիպում էին նաև դեպքեր, երբ հաճախ արտիստները չէին տեղավորվում պրոդյուսերի պահանջների մեջ։ Այսօր ինչ վիճակ է։ Շնորհակալություն գնահատականի համար։ Այսօր իհարկե տարբերությունը զգալի է, որովհետև ես տեսնում եմ, որ աշխատանքը պրոդյուսերի եւ արտիստի շատ ավելի կոռեկտ ու ավելի ճիշտ է, քան ժամանակին։ Ու ես կարծում եմ, որ դրա առաջընթացը կա ու շատ լավ է լինելու, որովհետև տեսնում եմ մարդկանց, ովքեր որ այդ ջիղը ճիշտ աշխատելու իրենց մեջ կա։ Այսինքն իրանք չեն ներկայանում մենակ նրա համար, որ իրանք կոչեն պրոդյուսեր, ոչ իրանք անում են աշխատանք ու դա նկատվելի է։ Գալով արդեն մի քանի մերօրեական զրույցների ու թեմաների, երբ տարիներ առաջ դադարեցվեց ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, մեր արտիստները բողոքում էին, դժգոհում էին, որ չկա մոտիվացնող այդ մրցանակաբաշխությունները, որ ամբողջ տարի սրտի թրթիռով սպասում էինք, աշխատում էինք ի վերջո նոմինացվելու համար, վերջին 2 տարիներին արդեն տեղի ունենում խազեր ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, անցյալ տարի բավականին բուռն ընդունվեց, այս տարի արդեն տեսանք, որ շատ ու շատ արտիստներ բոյկոտեցին, իրենց անհամաձայնությունները հայտնեցին ու ունենք այն, ինչ ունենք։ Ի թիվս այլ արտիստների, այն արտիստների, ում հետ դու ես աշխատում, եւս բոյկոտեցին ու դու անձամբ տարածեցիր հաղորդագրություն, որ Ռազմիկ Ամյանը, Սարոն չեն մասնակցելու, չեն լինելու նոմինացված։ Ինչու։ Շատ տեղին ու շատ հետաքրքիր հարց։ Նախ ինչ կապված է, որ արտիստները սպասում էին, դա այդքան միանշանակ չի կարծում եմ։ Սկսեմ ամենասկզբից, որ մենք ի սկզբանե միշտ դեմ եմ եղել, որ արտիստները մասնակցեն մրցանակաբաշխությունների։ Դա նաև պայմանավորված է երևի թե նրանով, որ արտիստները, որոնց հետ ես աշխատում եմ, իրանք անցել են շատ երկար ճանապարհ եւ հիմա չի, որ պետքա իրանց ինչ-որ գնահատական արվի։ Ինչ-որ կապված է խազերի հետ։ Անցած տարի մեզ առաջարկեցին, որ մենք լինենք ակադեմիայում, ու երբ որ զանգեցին ու պատմեցին, թե ինչ է լինելու, նախացան, որ մենք հրաժարվել ենք ակադեմիայում մասնակցելուց, երբ որ պատմեցին, թե ինչ ֆորմատով է լինելու, ոնց են իրենք պատկերացնում այդ ամեն ինչը անելը, շատ հետաքրքիր իհարկե պատմում էին, բայց հետո որ ես հարցրեցի, որպեսզի հասկանամ ովքեր են ի վերջո հիմնադիրները կամ համահիմնադիրները, հասկացա, որ sense ասեմ, նույն մարդիկ են, որոնք որ ոնց որ միշտ այդ ամեն ինչի մեջ կան, ցավոք սրտի։ Ու դրանից հետո որոշում կայացվեց, որ նորից չմասնակցել։ Ու մի տարի առաջ մենք ասենք, որ մենք շնորհակալ ենք ամեն ինչի համար, բայց չենք մասնակցելու։ Անցած տարի իրանք մեզ չընդգրկեցին մրցանակաբաշխության ուրեմն մեջ։ Իսկ այս տարի անկախ նրանից, որ մենք ասել էինք, որ չենք ուզում ներկա գտնվենք ու մասնակցենք մրցանակաբաշխությանը, իրանք ոնց որ մեր կարծիքը ցավոք սրտի անտեսեցին։ Հաշվի չառնելով մեր կարծիքը, նոմինացրեցին արտիստներին։
անակնկալի գալով ես քանի որ ճանաչում եմ կրկնեմ նորից ճանաչում եմ մարդկանց ովքեր որ այդ կազմակերպիչներ են եւ համա sense ասած հիմնադիրներ են ես զանգեցի կազմակերպիչներից մեկին ու ասացի որ չէ որ մենք պայմանավորվել ենք անցած տարի ասել ենք իրանք ասացին որ մեր խորհուրդը այսինքն ակադեմիայի բորդը որոշում ա կայացրել առանց մեր թույլատրության նոմինացնել արտիստներին անվանակարգերում ես որոշեցի հանդիպեցի համակազմակերպիչի հետ ու ասացի որ կարծում եմ որ սխալ դիրքորոշում եք վերցրել որտեղ վերջերոջո արտիստը իր անունն է բացի դրանից մարդիկ ովքեր որ գալու են այդ համերգին մասնակցած չէ որ սպասելու են ակնկալելու են լինելու են արտիստները այո եւ վերջերոջո ինչ նշանակում հաշվի չառնել արտիստի ցանկությունը հա նույն հաճույքով իրենք կարող են դրեն օրինակ յուրաքանչյուր աստղի չեմ անում դե Lady Gaga-ից բռնած հավաքաններով այո նոմինացներին ուտեն շարունակեն ու խոսալուց հետո մենք պայմանավորվեցինք ժամանակահատված որ այսինչ ժամը այսօր որպես հիշում եմ ժամը 3-ին իրենք պետք է պատասխան տային այո թե ոչի ցավոք սրտի պատասխանը եկավ բացասական իմ համար ամենա ցավալին էր որ մարդկանց ճանաչելով երկար տարիներ ու իրանք էլ իմանալով ոչ թե մենակ ինձ այլ արտիստներին ու առօրյա նաև շփումներ ունենալով որոշեցին անտեսեն այդ ասես ասեմ ծանոթությունը եւ շփումը արտիստների հետ այսինքն դնել առավել պլանկայի վրա իրանց մրցանակաբաշխությունը ու որովհետեւ ձևով անտեսել այդ ամեն ինչը դրանից հետո ես կարծում եմ որ իրանք նաև հասկանում են որ մենք այն կատեգորիայի մարդկանցից չենք որ կպահենք մեզ նենց ոնց որ պահել են իրանք որովհետեւ եթե մենք այդպես պահենք վստահ եմ շատ ավելի տգեղ կլիներ ընթացքը քան կա բայց որպեսզի ժողովրդի համար էլ եւ մեր երկրպագուների համար էլ բազ ու հասկանալի լիներ մենք post արեցինք սոցիալական էջերում որ հորդորում ենք իրանց հանեն արտիստների անունը եւ քանի որ լսել ենք որ շահարկել էին երկրպագուների անունը որպեսզի չշահարկեն երկրպագուների անունը ու չանտեսեն երկրպագուներին թե ժողովրդին նմանատիպ միջոցառում անցկացնելուց ասեմ մի բան որ մրցանակաբաշխության անվանումը որը իրանք անվանել են համազգային ցավոք սրտի ոչ մի ձև չի բռնում անցկացված մրցանակաբաշխություն եւ անվանումը ինչու ասեմ որովհետեւ եթե ինքը համարվում է համազգային այդ դեպքում այնտեղ պետք է լինեին արտիստներ որոնք որ այսօր ունեն մեգաճանաչվածություն բացի դրանից անվանակարգեր կա որտեղ որ նայում ես օրինակ տարվա հայտնությունը իմ համար ընդհանրապես անհասկանալի է Ինչ համար եւս ու խոսել եմ այդ մասին ես պետք է նշեմ մի բան որ հետևում եմ շատ լավ հետևում եմ ինչ կատարվում է մեր շոու բիզնեսում կա հիանալի խումբ որը որ իմ համար ամենաուժեղ հայտնություններից էր դա հայություն բենդն է որի տեսահոլովակները երգերը ամեն ինչը յասքանչա կան ընտիր երիտասարդներ դա մամբա խումբն է մատադոր երգը որը որ չընդգրկել այդ ամեն ինչի մեջ իմ համար լրիվ անհասկանալի է այսինքն եթե դուք չեք հետևում չեք իմանում ապա ինչ եք անում շարունակելով այդ ամեն ինչը ուրին այսօր համերգներով հանդես եկող երիտասարդներից Էրնեստ Օգանեսյան, Զեյնալյաններ Մոսկվայից, վերջիվերջո Գրիշա Ասատրյան, եթե մենք խոսում ենք նրա մասին, թե ով աշխատանք անում, վերջիվերջո պետք է նաև ընդգրկված լինեն այդ մարդիկ, հա։ Չեմ ուզում նաև չխոսամ այն մի պարզ բանի մասին, որը որ ինձ շատ անհասկանալի եղավ, բայց դրա մասին պետք է անպայման բացատրեմ, որովհետև այդ տղան չկար ոչ մի անվանակարգերում, խոսքը գնում է Արկադի Դոմիկյանի մասին։ Մարդ, որը այս տարվա մեջ արել է տիտանական աշխատանք։ Այո։ Ու ամենաաբսուրդային էլ նաև էր, որ հանդիպման ժամանակ ինձ
ինձ ասում են, որ նայեք, բանամ արկադիկը չանցե քո արտիստները անցել են։ Այսինքն դա երևի պետք է լիներ ոգևորվիչ մի բան իմ համար, որ բացարձակ ոգևորվիչ չէր, որովհետև ոնց կարելի է, այսինքն եթե ժողովուրդն է ընտրում, Մասատուր ջան, եթե ժողովուրդն է ընտրում, այսինքն իրանց ասելով, բա ուրեմն այդքան համերգները այդտեղ են տվել, ստադիոնով եւ ամեն ինչով ինչ կերպ է ընդունվում իր արվեստը, նա ունի երկրպագուների մեծ բան։ Բացի դրանից, եթե մենք անում ենք այն հին փդած ժամանակների ձևով, հա, այն որ ոնց կարա սա լինի մեր մրցանակաբաշխությունը, եկեք կանոն չդնենք համազգային, եկեք ինչ-որ դնենք մենք մեր ինչ-որ մրցանակաբաշխություն, հա, մի հատ որովից է ուրիշ անուն, էլի։ Իդեպ պետք է ասեմ, որ վերջերս նաև էլի հետևում էի, այդ տղան հունվար ամսին գովաց դեր ապրիլ ամսվա համերգի համար sold-out էր մի քանի օրում։ Ինձ համար նաև շատ զարմանալի էր այն փաստը, որ չկային ընդգրկված featuring-ներ, այսինքն դուետներ ասածը, սուպեր սակոն ունեցել է փալուն, ասենք դուետներ, DJ-ներ չկար ընդհանրապես ընդգրկված, որ այսօր իրանք անում են աշխատանք, չկային նաև տարբեր երիտասարդ շատ լավ պրոյեկտներ, հա, Baba project կա, մենք project կա եւ տարբեր, այսինքն այնքան բան չկար ընդգրկված մրցանակաբաշխության մեջ, որ դա կոչելը համազգային մի քիչ իմ համար անհասկանալի է։ Իմիջիալոց պետք է մի հատ շատ կարևոր բան ասեմ, որ հանդիպման ժամանակ համա կազմակերպիչներից հանդիպեցի, արտադրության համար պետք է անպայման ասեմ, ու իմ համար իհարկե շատ հաճելի էր այն փաստը, որ երբ որ հանդիպեցի, ի սկզբանե ինձ sense ասած ոնց որ չէր ասվում անուններ հիմնական հիմքում ով են ինչը եւ երբ որ մենք իրար հետ ավելի պարզ, ավելի անկեղծ հանդիպման ժամանակ խոսեցինք, ինքը ինձ ասաց, որ իմ հետ լիովին համամիտ է, բայց միայն իր որոշումը չի այս ամեն ինչի, ինչի համար ես իրենց իհարկե շնորհակալ եմ, որովհետեւ դա շատ կարեւոր բան է, ես այս քաղաքում ամբողջ օրը քայլում եմ, երբ որ Երևանում եմ լինում, շատ մարդկանց հանդիպում եմ, ու իրանել եմ ասել, որ շատ ճիշտ կլինի, որ մենք իրար տենանք պարզ աշկով իրար նայենք ու շատ գնահատում եմ, որ ինքը, այո, այդ ինքն էլ ոնց որ փոխադարձ ընդունեց ու շատ ցավում եմ նրա համար, որ իմացա, որ մարդիկ, ովքեր որ իրականում, հա, այդ ամեն ինչի հիմքերում կան, նմանատիպ իհարկե մոտեցում էին տվել։ Ես չեմ հասկանում մի բան, ինչ եթե երկրպագուների ժողովրդի դրանուն ընդհանրապես անտեսված է, դա բնականաբար ինչ լոգիկայով են օրինակի համար դարձել տարվա լավագույն երգիչ-երգչուհիները, ես դա չեմ հասկանում։ Ներողություն ընդհատելու համար դուք խոսքում նշում ես ժողովրդի կարծիքը անտեսված է, ես իբրև ժողովրդի մի մասնիկ հակառակն եմ պնդում, հա, ես այդ օրը իբրև ռազմիկի երկրպագու կարող էի գնել տոմս, գալ մրցանակաբաշխություն ռազմիկին լսելու համար։ Այսինքն կա նաև այստեղ երկրորդ ֆակտոր, հա, որ շահարկվել է արտիստների անունը։ Շատ ճիշտ եք, շնորհակալություն, որ ասացիք, այո, ես դրա մասին եմ խոսացել, չէ՞ որ տոմս ավաճառվում եւ մարդ, որ գալիս է իր արտիստին կամ չէ արտիստի անունը ինչա տեսնելու, գիտեք ամենացավալին որն է, որ մարդկանց համար ավելի շատ այդ պաֆոսային վիճակը, որ երևի թե որ մրցանակաբաշխությունում իրանց ներարկվածությունը թե ինչ չեմ կարող ասեմ, երևի դա ավելի պրիորիտետ է եղել, քան ինքը հենց բուն մրցանակաբաշխությունն է, էլի։ Բայց չէ որ եկեք համաձայնվենք, որ այդ դարը արդեն շրջվել է։ Այդ այն ժամանակեր, երբ որ կարելի էր տենց գալ ինչ որ ի վերջո այսօր արդեն դիտումներով ենք հասկանում լավագույն երգիչն ու երգչուհին։ Աստված տվել է մեծ հնարավորություն, դա սոցիալ մեդիան է։ Եթե այն ժամանակ արտիստի համար կային դժվարություններ հայտնվելու, այսօր բացարձակ ոչ մի դժվարություններ արտիստների համար չկա, այո։ Ցավալի մի բան կա, որ մարդիկ չեն ուզում երևի թե հասկանան, որ տարիներ անցնում իրենք մեծանում են։ Պետք է արդեն ճանապարհ տալ երիտասարդներին, նույն մրցանակաբաշխությունը կանոնան երիտասարդ շատ ու լավ մասնագետներ, հա։ Եկեք հասկանանք, որ այդ մարդիկ, ովքեր որ եղել են տարիներ առաջ մրցանակաբաշխությունների, նույն մրցանակաբաշխությունը, որը որ ցավոք սրտի չի ընդունվել, հա, եթե իրենք այդ մրցանակաբաշխություն տարիներին եղել են, ենթադրենք չեմ անում 30-40 տարեկան, հիմա ախր այդ մարդիկ 50-ից 60 են գնում, հասկանում եք, պետք է հասկանալ, որ
պետք է հասկանալ, որ վերջ ժամանակի շունչ բան փոխվել։ Այո, պետք է իրականությունը ընկալել նենց ոնց որ ինքը կա։ Ի վերջո, ես օրինակ ես իմ անողումով կան երիտասարդ երգիչներ, որ գալիս են առաջարկ են անում աշխատելու, եթե ես կարող եմ ինչ-որ մի բանով օգտակար լինեմ խորհուրդով եւ այլն, մեծ աչքով, բայց ես երբևիցե չեմ համաձայնվում աշխատանքի, որովհետեւ արդեն ամեն ինչը փոխում, երեխաս այսօր զբաղվում է ինտերնետում ինչ-որ տենց վիդեոներ է տեղադրում, որի մեջ ես ընդհանրապես չեմ խառնում, որովհետև դա իմ դարաշրջանը չի, ու իր մոտ դա շատ լավ ստացվում է։ Ես կարամ իրան պարզապես չխանգարեմ, կարամ ինչ-որ մի բան չեմ խորհուրդ տամ, բայց ես երբեք չեմ ասի սա դիր, սա մի դիր։ Եկեք հասկանանք, որ կարելի է, չեմ ասում, զբաղվել ընտանիքով, կարելի է հանգստի գնալ, ժամանակ են խմել վալիդոլը, վալակաղձինը, իշազի դեղերը եւ այլն, ուզում ասեմ, չէ՞ որ կյանքը նաեւ շարունակվում է, դա այդ մտածելակերպը սովետական չհանձնվելու ես չեմ հասկանում, էլի։ Այսօր նույն ոլորտում ես օրինակ չեմ ճանաչում, բայց տեսել եմ ու նայում որ փայլուն աշխատանք են անում պրոդյուսերական, եթե սխալվեմ ազգանուն 1990 հանրահեղինակությունում աշխատում տղան Դավիթ Ծերունյան, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ ասում ազգանուն նորից ասի, Վանը Թովմասյան, Վաչեի աղբերը ընտիր, Լևոնը, Դավիթ Աղաքելյան, այսինքն կան մարդիկ, ովքեր որ շատ լավ հասկանում են մեր իրականությունից, իրանք իդեալական կանան այդ ամեն ինչը բերել հասնել ու վաճառել շուկային այն ինչ պահանջարկը այսօր կա։ Հասել էինք տարվա երգչին։ Նայեք, սենց մի հատ պարզ բան կա, սկզբից որ դուք ինձ հարցրեցիք, թե սպասված մասանակաբարձություն, որ ես ասացի, որ մեր պարագայում շոու բիզնեսում աղասարակ լավ թե վատ է դա։ Ընդհանուր շրջվում է մի քանի երգիչների անունների մեջ։ Այո։ Երիտասարդ տարիներում երգիչները ում անունները ես մակտամ, օրինակ Արման Հովհաննիսյան, իր երիտասարդ տարիքում տղա, որը որ անցել է փայլուն ճանապարհ, ունեցել է, եթե չեմ սխալվում, ինքը ամենաերիտասարդ վաստակավոր արտիստն է։ Կոչումը ստացել է։ Մատ որը որ արել է համերգ հրապարակում, հա, Արմենչիկ, որը որ իմ համար երգիչ է, որը որ բացել է շատ համերգասարանների դռներ։ Համերգներ, որ մենք չենք իմացել, որ հայերը դա կարող են համերգներ անել։ Ռազմիկ Ամյան, երգիչ, որը որ մասնակցել է երբևէ չեմ անում, որ եւս մեկը մասնակցել է որպես վոկալիստ Եվրոխորհրդի ուրեմն մշակույթի բաժնի կազմակերպված ծրագրին Երուսաղեմ ամբողջ աշխարհով։ Մարտինե Մկրտչյան, երիտասարդ տարիքում մենք ունեցել ենք մի քանի շրջագայություններ ուրեմն Եվրոպայով ու դուք որ պատկերացրեք ամեն տարի ունեցել ենք շրջագայություն, ամեն տարի սոլդաուտներով այսօրվա շատ պոպուլյար։ Սարոթ Թովմասյան, որը որ իր լրիվ ուրինտերնա արդեն թողը, այսինքն ինքը իր կերպարը, իր համերգների ոճը, նույն Սարոյի հետ իդեպ երևի թե 3 տարի անընդմեջ Միացյալ Նահանգներում գնացել ենք համերգ 3 տարի անընդմեջ։ Դա մեծ, այսինքն կան երգիչների Լիլիթ Հովհաննիսյան, որը ստից իրապես շոու է տալիս։ Հա, ինքը, այսինքն Լիլիթ մենք հասկանում ենք դա շոու, հա։ Երգչուհի, որը որ մշտապես առանձնացել է։ Նաև ինչու՞ չէ Ավետ Բասեղյան, որը որ իմ համար Ավետը արդեն ազգային արժեք է, ոչ թե մենակ շոումեն, հերոստավարող, բանաստեղծ եւ ինքը իմ համար, այսինքն կան երգիչներ ում ձեռտալ չի կարելի, հասկանում եք, իրենք դաջված են, արդեն իրանց ուրույն հետքը թողել են։ Այո, իրանք այսօր երիտասարդ, բայց երիտասարդ տարիներում արել են ֆենոմենալ բաներ։ Այո, ֆենոմենալ հաջողություններ են եկել, անել են շատ մեծ աշխատանք, հետք են թողել ու նաև ես ասեմ դա եղել է նաև ստիմուլ մնացած երիտասարդների համար։ Շատերը ոգեշնչվել են հենց այդ հաջողություններից կամ հենց այն սիրուց, որով վայելում էին իրենք։ Ու կպնել այդ երգիչներին, օգտագործել այդ երգիչների անունը ըստ իս ոչ թե մենակ սխալ է, այլ նաև կարծում եմ մի քիչ էժան է, էլի։ Պետք չի, ինչի համար։ Այսինքն դուք գոնե որպես արվեստը սիրող, գնահատող, կարելի է ոնց որ այդ ամեն ինչին չգնալ, էլի։ Իմիջիայլոց ասեմ, ես շատ զարմացած էի նաև որ համազգային միջոցառման ժամանակ չտեսա Հայոց պրոջեկտին, շատ հետաքրքիր աշխատանքի տանը Բոյիկ օրկեստրա։ Այսինքն շատ բաներ չտեսանք, որոնք որ պետք է տեսնենք։ Հայացքի ու հայության պարագայում ես մոտավոր պատկերացնում եմ
թե ինչու, մնացյալի պարագայում չեմ կարող որևէ բան ասել։ Ես ես հաստամ։ Ինչու։ Որովհետև այնտեղ կազմակերպիչներից համահիմնադիր հանդիսանում էր նաև մշակույթի նախարարությունը, իսկ հայաթի եւ հայության պրոդյուսինգով զբաղվում է մեր լավ բարեկամ Ռուբեն Մխիթարյանը։ Գիտեք, չեմ կարծում, ես կարծում եմ, ստեղ եղել է այն ինչ որ ես ասում եմ, որ ժողովուրդը երևի մեծացել է, այտենց միգուցե մոռացել է, միգուցե լավ չի այդ ցավալի փաստն է, էլի, հասկանում եք, չեն հետևե բաց թողումներ ա եղել, էլի, այդ էլ ես չեմ մեղադրում, նորից եմ ասում, երևի նրանց կարող կան առավել ուրիշ գործեր, որոնցով ավելի շատ են զբաղված եղեկանց այդ մասանակաբաշխությունը, որով պետք է զբաղվային։ Այստեղ իմ ասածն է, էլի, որ այդ հանձնվելու բանն է, էլի, որ պետք է ընդունել։ Եթե մենք լծվում ենք մի գործի, ես եթե այսօր հյուրընկալում եմ քեզ, իմ ամեն ինչը թողնում եմ եւ ուսումնասիրում եմ քո շուրջ տեղի ունեցողը եւ տեղի ունեցածը մի քանի տարվա կտրվածքով, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենամ։ Հիմա եթե դուք որոշել եք կազմակերպել մրցանակաբաշխություն ու ժամանակ չեք ունեցել ուսումնասիրել ոլորտը, որքանով է դա ճիշտ կամ պրոֆեսիոնալ։ Այ հիմա դուք ասում եք տարբերությունը կազմակերպչական եւ չգիտեք, մի քիչ սխալ ասել երևի կազմակերպչական, այդ հիմքի դրված, որ կան մարդիկ, որոնք որ ուզում են որոշեն, որ վերջ, էսա եւ վերջ։ Լավ, վերջո դրանից հետո դուք այլևս խոսակցություն չունեցաք կազմակերպիչների հետ։ Դրանից հետո էլ խոսալու բան չկար։ Դրանից հետո միակ բանը, որ ճիշտ է, երևի այս հարցազրույցը, որ մենք իրար հետ անում ենք, հավատացեք, էլ այնտեղ խոսալու բան չկար, ամեն ինչ իդեպ ես ձեզ մի բան ասեմ, ես իմ ձեռքը մեկնել եմ բարեկամության, ասելով, որ եկեք երկ չանուն դուք ձեռ մի տվեք, ուզում եք, եթե ուզում եք ձեր մրցանակաբաշխության համար, ոնց որ պրեստիժ, որ երկչի ներկայություն, եկեք ես ձեզ օգնեմ հետևյալ հարցով։ Երկիչները ներկա լինեն մրցանակաբաշխությանը, ոնց որ Օսկարներում եւ այլն, չէ՞ ճանաչված պարտադիր Դիկապրիոն ստանում է Օսկար, բայց ինքը ներկա է։ Արտիստները ներկա կլինեին, իրանց եթե պետքա կամերաները արտիստների վրա, որպեսզի ժողովրդի համար ավելի պարզ հասկանալի է, թե ինչ ավելի ծանրակշիռ մրցանակաբաշխությունը Ասատուր ջան իրականում միանշանակ։ Այսինքն բացի դրանից, բացի իրանց ներկայությունից, թե որ իրանց հանդիսատեսների մեծ բանակը, Սալոն այսօր ես անկեղծ լինեմ, էլի, Սալոն այսօր վարած Instagram-յան էջը դիտումները ավելի շատ են, քան մեր հեռուստաընկերություններից ամենաթոփային 4-ը իրար հետ վերցրած, հասկանում եք։ Այսինքն բացի օգուտից իմ առաջարկի իմ ձեռ մեկնելու մենք ոչ մի վատ բան չէ լինի, բայց եկեք ուտեսեք, որ ցավոք սրտի, այդ իմ ասած պաֆոսային երևի վիճակը թույլ չի տվել, որ իրանք համաձայնության կան երևի թե մեր հետ։ Լավ, հիմա հարցս, տարվա լավագույն երգչուհի ճանաչվեց Իվետա Մուկուչյանը, ով հայտարարել էր, որ չէր մասնակցելու։ Լավ, ժողովուրդ, ձեր արածի իմաստը ո՞րն է։ Հիմա տվեցիք այդ աղջկան երգչուհի, բայց այդ աղջիկը ասել էր չեմ մասնակցելու, տենց էլ չեկավ, չվերցրեց։ Հա, նենց ասեցինք, հա։ Ասատու ջան, ցավոք սրտի մրցանակաբաշխությունը այն կարգի վարկաբեկված է եղել, որ թոփային նոմինացիաներում արտիստները չեն ուզեցել մասնակցել։ Իդեպ մի բան ասեմ, Ասատուր ջան, ես երբևիցե կողմնապահություն չեմ անում, ես նորից ասեմ, ես ամեն ինչին հետո ես բոլորին տեսնում եմ, որովհետև ես դրանից դրայվ եմ ստանում, այն նրանից, որ կատարվում է շոուբիզնեսը, որ կան նորություններ, հետաքրքիր ամեն ինչ։ Ասատուր ջան, մենք չենք կարող անտեսենք այն փաստը, որ ամբողջ քաղաքը ամբողջ ջահելությունը եւ Հայաստանով մեկ եւ ոչ միայն Հայաստանով, Հայաստանից դուրս բոլոր լսում էին Արամեի եւ Դելիթի ստեղծագործությունը, իդեպ պետք է անպայման ասեմ, որովհետեւ ես ականատես եմ եղել, որ աղաքիչները ոչ այլ ազգի մեր լավ բարեկամները նաեւ լսում ունենում են երգով ու այդ երգը չդարձավ տարվա հիթ։ Չեմ հասկանում, որ լոգիկայով իմիջիալոց միգուցե իմ կրթությունը այդքան թույլ չի տալի ինձ ըմբռնելու, բայց քաղաքային ֆոլկ երգիչ Սարո կամ Ռազմիկ Ամյան լուրջ ես նույնիսկ չեմ հասկանում թե որտեղից են պատկերացրել որ տենց
նոմինացիա կա, որ դնեն։ Տարվա լավագույն երգչուհի, լավ, այն տարի Տաթև Ասատրյանը իդե բեմից հնչեցվեց, հա, Տաթև Ասատրյանը ունեցել է ոչ մի համերգ, ոչ մի հատ նկատինում շատ։ Այդ դեպքում Վոլգիկայով ինքը տարվա լավագույն երգչուհի չի։ Այստեղ իրենք առանձնացրել էին, հիմա խոսեմ իրենց կողմից, հա, իրենք առանձնացրել էին անվանակարգ հենց քաղաքային ֆոլկ ժանրում, որպեսզի փոփը թողնեն հանգիստ, փոփում ներառեն արտիստների, ովքեր իրապես փոփում են, եւ առանձնացնեին քաղաքային ֆոլկ երգիչ անվանակարգը, բայց այդտեղ էլ տեղավորել Սարոյին ու Ռազմիկին արդյոք այդքան էլ ճիշտ է։ Չէ, բայց դե կարծում եմ նայեք, նախ պետք է հասկանանք ասես մի հատ բան, հա, որ ըստ իս, եթե կա տարվա լավագույն երգիչ ու երգչուհի, ինչ որ մի չափանիշով դա պետքա չափել, չէ՞, այսինքն ինչ, առաջնահերթ կատարած աշխատանք, վիզուալ, այո, երկրորդը, ուրեմն YouTube-ի դիտողականությունը, view-երը, այո, Instagram-ի ակտիվությունը ոչ թե ինչքան է ակտիվ երգիչը, այլ ինչ ակտիվության են հետևում երգչին կամ երգչուն, չէ՞։ միանշան։ Այդ դեպքում որ ես ոչ մի բան ոչ ոքի դեմ ոչ մի բան չունեմ, անկեղծ այսօր մեր իդեպ մի բան է պետք է ասեմ, որ մի բանով եմ շատ ուրախ եմ մասնակցության համար, որ ես տեսա մարդկանց, ցավոք չեմ ճանաչում, բայց տեսա մարդկանց, որոնք որ մի տարվա մեջ ընդհանրապես ոչ մի ուշադրության չէին դարձվել եւ լավ էր որ գոնե այդ մասնակցության ժամանակ այդ մարդիկ ուշադրության շատ գովալու փաստը դրա համար պետք է շնորհակալություն հայտնել այդ միակ դրական տեղներ լույսներ որ այդ մասնակցության մեջ կար իրոք շատ գովալի էր այդ փաստը ինչ է ասում ու չեմ կարող հասկանամ որ կրիտերիայով է յուրաքանչյուր անվանակարգի հաղթողը դասել հասկանում եք որովհետեւ ոնց ինչ չափանիշներով նայում ենք, ոչ մի չափանիշներով չի բռնում։ Մի քանի օր առաջ Արսենի հետ Սաֆարյան խոսում ենք հենց այս տաղավարում, Արսենը նշում էր, որ ակադեմիայում ներառված են շուրջ 300 անդամներ ակադեմիայի։ Դու գնացել ես, հա, տեսել ես, ծանոթ ես առհասարակ, ովքեր են այդ 300-ը։ Տեսա ես միայն Սյուզաննա Մելքոնյանին, որ հայտնել էր, որ դուրս է գալիս ակադեմիայի կազմից, այնտեղ գիտեմ Ավետին, Հրաչ Քեշիշյանին, ովքեր են մնացյալ 290-ը։ Ասատրի ջան, շատ շնորհակալ եմ այդ հարցին, շատ կարևոր բան ասացիք, որովհետև մոռանալու էի, եթե դուք չասեիք։ Մերսի։ Նայեք։ Իդեպ ամենահետաքրքիր բանը գիտեք որն է, բորդի մասին որ խոսքը գնում էր, ինձ ասացին, որ բորդի անդամների որոշումն է այս ամեն ինչի մեջ բանը, բորդի անդամների դիմանցի ցանկին զանգարեցինք, որպեսզի հասկանանք ոնց է այդ որոշումը, որ որոշել են մեր ուրեմն կացի քաշվիչան են եւ լսեցի այն ինչ որ պատկերացնում էի, որ մարդիկ ասացին շատ անկեղծ Փառք Աստծուն, ես շատ հարազատներ ունեմ, այդ շատ լավ, շատ հոյակապ մարդիկ, շատ բոլորը միանշանակ ասացին, որ իհարկե իրանք բացարձակ կապ չունեն։ Համագազմակերպիչը, որ հանդիպել էի, որը որ նաև ասաց, ես շատ շնորհակալ եմ իրանց պազ լինելու համար, որովհետև իրոք մենք այս քաղաքում իրար տեսնում ենք, մենք իրար բարևում ենք, մենք իրար շփվում ենք իրար, այդ ամեն ինչը վստահաբար շատ ավելի թանկ է, քան վարկաբեկած միջոցառում, էլի։ Նամանավանդ մենք իրար բոլորս կարանք պիտանի լինենք ու իրար կարանք շատ օգուտ տանք տարբեր դաշտը շատ փոքր է այո շատ հետաքրքիր մարդիկ կան եղարված բայց իմ համար մի հատ շատ պարզ բան կա որ ես չգիտեմ ինչ մեխանիզմով է բայց կան շատ լավ արվեստի գործիչներ որոնք ոչ չափազանց հեղու են նրանից թե ինչ է անում այսօր երիտասարդությունը բայց չափազանց մոտ են նրան, թե ինչ անում դասականը։ Դասական երաժշտություն, չեմ անում համերգներ, կլինի դա կվարտետների, կլինի դա սոլո ինչ-որ, այսինքն իրենք փայլուն դա գիտեն, հա։ Բայց գերակշռող մասը այն մարդիկ են, ովքեր որ իսկապես բայց դա նշի որ մենք պետք է իրանց մեղադրենք ոչ իրանց աշխատանքը, իրանց ոլորտը, հենց որ մենք պետք է նայել իմանան, հասկանում եք։
բայց չէ որ մենք Բնականաբար մայստրո Մանսուրյանը չի կարող տեղեկացված լինել Դոմիկյանի կատարած աշխատանքից։ Այո, շատ ճիշտ, շատ տեղին ասացիք։ Մի բանը, որ նաև իմ համար շատ ծիծաղալու էր, որ մարդիկ զարմանում էին մրցանակաբաշխության կազմակերպիչները զարմանում էին այն կատարած աշխատանքի համար ֆինանսական, որ իրանք ներդրել էին մրցանակաբաշխության կազմակերպության մեջ։ Բայց միթե իրանք երբևէ չեն տեսել օրինակ Սարոյի համերգը, որ տենան ինչա ծախսվում, ինչ շքեղ բեմա հավաքվում, երաժիշտներ, չմանում շոր, ամեն ինչ, հա, միթե իրանք Լիլիթովաս եւ այլն, այսինքն ցավալին է, որ կտրված է իրականությունից այդ ամեն ինչը, դրանում էլ մենք այս թերություններ ունենք ցավոք սրտի։ Բայց ես երբևիցե չեմ հուսաթափվում, ես վստահ եմ, որ կլինի մի օր ու կլինեն երիտասարդ լավ թիմ, որ հավաքվի ու իդեպ ասեմ, որ Միացյալ Նահանգներում էլ սկսել են մրցանակաբաշխություն անել։ Armenian Video Music Awards։ Այո, որ 170 աստիճանով տարբերվում է Նաստեի կատարած աշխատանքի հետ։ Եվ շատ լավ, իրականում դուք ճիշտ եք ասում։ Այդ ամեն ինչը մեզ պետք է երիտասարդ երգիչներին առաջ քշելու, մոտիվացնելու համար, այ ոնց որ ես եմ ասում, այդ հին սերունդը, որ երիտասարդ է, բայց հին սերունդը դժվար թողած է իրանց գովալու, իրանց մրցանակներ տալու, ավելին ինձ բանել են փտած այդ բանը մոռանալ է էլի պետք, ինչի համար։ Հենց ես իդեպ երբ որ ես առաջի անգամ ինձ ռեկոմենդացիան բերեց Մամբախումբը, հələ երկեն չկար, լսեցի ունենց բանա տալի էլի, որ դու տենում ես, որ առաջընթաց կա երկրում, շատ լավ առաջընթաց կա։ Իդեպ մի բան է պետք է ասեմ։ Եվ տարվա լավագույն ռեյվ երգիչ տվել էին Միշոյին։ Միշոն իմ համար մենք սկսել ենք Միշոյի տարիներ առաջ։ Միշոն տարվա լավագույն երգիչ էր դեռ 20 տարի առաջ, որպես ռեյվ հասկանում եք։ Այսօր նույն Միշոն էլ այդ արվեստում ունի իր դաջվածքը թողած։ Այսինքն դու 20 տարի հետո տալիս եք տարվա լավագույն ռեյվ երգիչ մի տեղով, որ ոնց ասեմ, այս ամեն ինչի մեջ, ասենք դրեյ, ասենց ասեմ, այսինքն ինքը արդեն բիձուկ է իր հետասար լինելով։ Ես ու մենք ճիշտ հասկանանք, ես ինչ եմ ասում։ Միանշանակ։ Ոստը մերոնք այնքան լավն են, մերոնք այնքան մեջները ճիշտ աշխատելու բան ա եղել, որ իրանք երիտասարդ տարիքում արել են կատաստրոֆիկ լավ աշխատանք։ Դրա համար այսօր իրանք այդքան տարիքով մեծ չեն, բայց իրանք թողել են մեծ հետ, որի համար իրանք բոլորին շնորհակալություն։ Ռազմիկի հետ այս վերջերս մի հատ միջոցառման ենք ու մի հատ տղա եկավ Ռազմիկի հետ նկարվելու, ասեց Ռազմիկ ջան, ես քո հետ ունեմ մի հատ նկարազոն քեզ ստամ ու ցույց մանուկ ժամանակ, երբ Ռազմիկ իրեն գրկել է, ու այդ ժամանակ հասկանում ես թե ինչքան իմանայք հիմա դուք նայեք աշխատանք ես արել։ Ինչքան տարիներ անց է։ Մենք ընկալում ենք թե որ մենք մեծացել ենք, անցել է տարիներ, մենք հասկանում ենք, որ եւս մի քանի տակ մենք էլ հավես չունենանք։ Մենք այսօր ասածո ջան, բացեմ քեզ մի հատ գաղտնիք։ Ես այսօր մենք այսօր չենք համաձայնվում այդ տուրների, այո, որովհետեւ այդ տալիքից մի քիչ դուրս ենք եկել, մեզ ավելի տենց մեծ մասշտաբային ինչ-որ հետաքրքիր բաներ, որտեւ ապացուցելու նախ բան չունենք, էլի հանդիսատեսին։ Իհարկե արդեն կա սերը, հարգանքը, համակրանքը, համաժողովրդական ու ի վերջո կատարած աշխատանքի որակը, որը ուզեք թե չուզեք, արդեն գրավում է իր տեղը հայ արվեստասեր հասարակության սրտում։ Իմիջելուց մենք հիմա իրար տեղավորում նստած, ես մի հատ այսօր մի հատ լուր իմացա, թե կարելի է դրա մասին խոսամ։ Լիլիթ Հովհաննիսյանը ուրեմն 3 շաղաչուրը թե 3 տեղադրում է իր համերգի տոմսերի վաճառքի սկիզբը, ուզում եմ նախ շնորհավորեմ իրանց, որովհետև 7 ժամում վաճառել են ամբողջ համերգի տոմսերը, ասեմ ավելին, տեխնիկական խնդրի պատճառով վաճառվել 1000 տոմս ավել եւ իրանք նպատակ չունեին համերգների շարան դնելու, բայց ստիպված պետք է դնեն, բայց այ վարամետ խոսեցի, ասաց որ ստիպված կդնենք երկրորդը, բայց արդեն շատ ուշադիր կլինենք, որպեսզի դրանից հետո ստոպ տան, քանի որ իրանց համես զբաղվածությունը եւ այլն թույլ չի տա, որ ցավոք սրտի հանդիսատեսը ավելի վայելի իրանց համերգները։ Եվս մեկ վկայություն, որ իրապես շոու տվող արտիստներն այսօր ունեն պահանջվածություն։ Շատ ճիշտ եք, այո։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, նմանատիպ լավ
երկիշների լավ արվեստագետների հետ, ովքեր որ չգիտեմ, ըստիս շատ հետաքրքիր բան են փոխես ամեն ինչի մեջ, թե մտածելակերպ կլինի, այսինքն այն ժամանակվա պարզապես կոստյումով դուրս գալ երգելը չէ էլի, այս իրանց մոտ կա ավելի հետաքրքիր մոտեցման, թե իրանց, թե երգի, ոչ ոք չի անձնվում, նայում ենք ինչ դուետներ են անում, չէ, դիջեյների, ռեյվ երգիչների հետ դու ստանում միքսեր, այո, որը միայն գովալի է ու միայն իրենց բոլորին շնորհակալություն դրա համար։ Այսօր ըստ քեզ ինչն է պակասում հայկական երգարվեստում։ Ես անկեղծ ասած չեմ ասի, որ ինչ բան է պակասում։ Այսօր ամեն ինչ շատ լավ է, այսօր ամեն ինչ շատ լավ է։ Այսօր մենակ այն որ մարդիկ չեն ձգտում ինչ-որ մի ոչի մեջ, եթե կհիշեք, ասած ուժան, մենք էլ այդքան մեծ չենք, բայց եթե կհիշեք տարիներ առաջ սաղը ձգտումը մի տեղ էր։ Սաղ ձգտում էին ինչ-որ մի բան երգեին, որոնք իրանք անվանում էին, չգիտեմ, ինչի կոմերցիոն, ու իրանք թվում էր, որ դրանով իրանք աշխատում են փող։ Բայց այսօր նայեք ոնց է փոխվել։ Այսօր Hayat Project-ը երբ որ եկավ, ինքը ապացուցեց սաղին, Hayat Project-ը դա իմ ասած թեմային աշխատանքի իդեալական վկայությունն է, հասկանում եք։ Իրանք ցույց տվեցին, որ կա ուրիշ տեղ։ Այո, կարող է ստեղծել քոնը, այո, ու կրկին լինես պահանջված։ Շատ ու շատ դեպքերում այսօր տեսնում ենք արդեն կայացած արտիստների, հա, ովքեր փորձում են իրենց երգացանկում ներառել երգեր, որոնցով X կամ Y արտիստը հասել է հաջողության։ Դա ինչով է պայմանավորված։ Ձեզ պետք է ասեմ, որ դա ամենասխալ բանն է։ Ընդհանրապես պլագիատ ասածը ինքը աշխատող է, բայց երբ որ դու ուզում ես նմանակես մեկին, նայեք, այդ մեկը ինքը տենց անհատական մեկն է, ի վերջո ինչ ու երբեք չես կարա վերջացավ։ Իսկ դու ինչ անելու ես, դա լինում է ֆալշ։ Դա լինում է կեղծ, դա լինում է վատ։ Դրա համար երբ որ երիտասարդներն են գալիս են ասում, ամենակարևոր բանը որ ասում, անկեղծությունը հանդիսատեսի հետ։ Մեր ամենամեծ հաջողության գրավականը եղել է այն, որ արտիստները միշտ եղել են մաքսիմալ անկեղծ իրենց երկրպագուի հետ։ Այդ ժամանակ ուզեցել են ժպտացել են, ուզեցել են տխրել են, բայց իրենց հանդիսատեսը իրենց ընդունել է այտենց, ոնց որ կա։ Ես հուսամ, որ շարունակությունը, որը կա մեր մոտ, ստոպ չի լինելու, այսպես ճաշակով, այսպես լավ, ամեն ինչ գնալու առաջ, ու տա Աստված, որ կգա օր, որ Հայաստանում մենք ունենանք մրցանակաբաշխություն, որով որ բոլորս կհպարտանանք ու կմանկանք յուրաքանչյուր ձև, տեղ, որպեսզի պրոպագանդենք ու բոլորս ուրախ լինենք այդ մրցանակաբաշխության լինելով, որը որ մեր նոր երգիչներին, ոնց որ դուք ասեցիք, տրամպլին կլինի ու կլինի միտեղ, որտեղ որ իրենք կդառնան ավելի ճանաչելի ու գնահատված, որն ամենակարևորը։ Հասանք ռանդևուի բլիցին։ Ինչից ես վախենում։ Աստծո դատաստանից։ Ինչի համար ես փոշմանել։ Փոշմանել եմ ոչ մի բանի համար, ինչ արել եմ դուրս ինձ եկել է, որ հիմա նոր կյանք սկսի նույն ձևի կշարունակեի։ Շատ ու շատ արտիստներ խուսափում են այս հարցից, դու պրոդյուսեր ես, դու կարող ես վստահաբար պատասխանել։ Հայկական երգարվեստում 3 անուն, որը կջնջեիր։ Գիտեք, բլիցի մեջի ամենադժվար հարցն է։ Ոչ թե նրա համար, որ ես ամանչում եմ անուններ ասեմ, նախ ասեմ, որ ես չեմ սիրում անձնավորել, որովհետև ամեն դեպքում դա վիրավորական է արտիստների նկատմամբ, բայց կուզենայի ջնջեի ուրեմն կեղծ Պավելաձևը իրար չսիրելը իրար մեծարալը իդեպ կներեք ձեր բլիցում մի հատ բան ասեմ անպայման պետք է նշեմ շատ գովալի փաստ է մենք խոսում ենք երգիչների մասին պետք է խոսեմ Անդրեի մասին երգիչ որ ժամանակին վերտալյոտով չէ ուղղաթիռով համերգ սկսեց վերջերս մի հատ դեպք եղավ ինձ զանգում է Անդրեի երգիչ զանգում է ասում է որ որտեղ եք մենք էլ Հայաստանում չենք ասում դուք ասենք մի հատ երկա պետք է անպայման ռազմիկ այդ երկրի երգի ասում ինչ երգ անդր ասում ես իմ ստուդիայում եմ լսել եմ այս երգը պետք է ռազմիկ երգի սա շատ լավ երգ է սա այն կտորն է սերի իր նկատմամբ էլի որը որ
քիչ է, ինքը պետք է շատանա, քանի որ ըստ իս դա սերը դա Աստված է։ Ու հավատքը իմ համար մեծագույն տեղ է գտնվում, ու ես կարծում եմ այդ բարությունն ու սերը, որ մի քիչ շատ լինի, մեր մոտ ամեն ինչ տեղ կլինի։ Կա մարդով գիտի ձեր մասին ամեն ինչ։ Քինս։ Մի քանի անում պետք է տամ։ Բոլոր նրանք ովքեր գիտեն քո մասին ամեն ինչ։ Դե տենց կարող մի քիչ գիտեք, տենց իրանց քանակը շատ չի, բայց ամեն դեպքում թոլինի քինս։ Երբ ես վերջին անգամ արտասվել Արմեն։ Երբ որ պապաս ամացել։ Ու արտասվել եմ մենակ, ոչ թե տանը տնեցքի մոտ։ Կա մարդում կուզեիր ասել ինչ-որ բան, բայց ցավոք չես հասցրել։ Հայրս։ Ինչ կասեիր պապային։ Ես միշտ իմ սերը, իմ ծնողներն ցույց եմ տվել, բայց կուզենայի գիտեք Ատե մի հատ կտոր կա, որ ես չեմ ուզենա դրա մասին ասել, բայց կուզենայի, որ այ հետ գար այդ մի պահ, որ իրան ամուր փաթաթվեի, ասեի, որ սիրում եմ այդ։ Ասանք ռանդևուի այն ռուբրիկային, երբ իմ հյուրն առաջարկում է գալիք թողարկման հյուրերից մեկին, ում ես առաջարկում դու։ Ասատու ջան, ես մի հատ բան պետք է ձեզ խնդրեմ։ Ինքներդ գիտեք, քանի որ ես սիրահար չեմ հացազրույցի ու իմ համար մի քիչ ջղայնալի կլներ այն փաստը, որ ինձ զանգեին ու ասեին մենք հիմա ես քեզ առաջարկում եմ, որ դու լինես տաղավարում որպես հյուր։ Դրա համար ես միտքը տամ, կհամաձայնվի թե չէ, եկեք թողնենք արդեն իր վրա, որովհետև միգուցե ինքն է չուզենա այդ հացը։ Ես շատ կուզենայի լսեի մի մարդու, որին որ չեմ լսել հացազրույցներից, ու իմ համար շատ հետաքրքիր կլներ, թե իր գործունեությունը թե սկիզբը։ Ես կուզենայի դուք հացազրույց անեիք Արկադի Դոմիկյանի պրոդյուսերի Լևոնի հետ։ Ես հիշեցնում եմ, որ ես կռիս չեմ, եթե ինքը ասի չէ, ես այդ կտորը կկտրեմ կհանեմ։ Իդեպ ես չեմ կարող չասել այն փաստը, որ այո, երբ որ դուք զանգել էիք, շատ գնահատում եմ, երբ որ կարծիքը հաշվի առնում, դա շատ գնահատել է, շատ շնորհակալություն դրա համար ձեզ։ Ես եմ շնորհակալ, յուրաքանչյուր հարցազրույցի հասուն։ Այսօր մենք տենց շատ հարազատական զրույց ունենք, որի համար շատ շնորհակալ եմ ձեզանից։ Քանի որ ես հիմա չգիտեմ իրանք որտեղ են եւ արդյոք ինքը արդյոք կլինի թե ոչ, եկեք զանգը թող լինի ձեր կողմից։ Շնորհակալ եմ գեղեցիկ ու խորը զրույցի համար, զրույցի, որը կարծում եմ տալու է շատ հարցերի պատասխաններ, չգիտեմ թե որքանով է մարելու կամ ել ավելի թեժանալու հարցի բարձրաձայնումը, բայց վստահաբար զրույցը պետք էր։ Այո, ես եմ կարծում, որ պետք էր, եւ նույնիսկ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս զրույցի համար, լավ հարցերի համար ու ջերմ մթնոլորտին։ Հիշեցնեմ, որ այս երեկո ռանդևուի տաղավարում պրոդյուսեր Արմին Մովսիսյանն էր։ Շարունակեք հետևել 168-ին, կհանդիպենք։